Աշակերտների ծնողները հայտնվել են երկու քարի արանքում։ Երևանի քաղաքապետարանի եւ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության իրարամերժ նախաձեռնությունները շփոթեցրել են աշակերտներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին։ Մինչ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն խրախուսում է դպրոցներում տեխնոլոգիաների կիրառումը, դասագրքերում QR կոդեր ավելացնելով, քաղաքապետարանը նախաձեռնել է նոր նախագիծ՝ դպրոցներում բջջային հեռախոսները սահմանափակելու վերաբերյալ։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ 7-ից 12-րդ դասարանցիների համար էլ սահմանափակումներ կկիրառվեն։ Առաջին դասարանի դասագրքերից սկսված բոլոր դասագրքերում կան QR-ներ։ Եթե աշակերտին արգելվում է հեռախոս ունենալ դպրոցում, ապա ինչպես է նա սերտելու QR կոդ ունեցող թեման։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ թե նախարարությունից, թե քաղաքապետարանից։ Հանրակրթական պետական չափորոշիչի առանցքային բաղադրիչներից մեկը թվային գրագիտության զարգացումը, անհրաժեշտ կարողությունների ու հմտությունների ձևավորումն է, ինչին մեծապես նպաստում է ուսումնական գործընթացում տեխնոլոգիական միջոցների կիրառումը։ ԿԳՄՍ նախարարությունը որպես կրթության լիազոր մարմին կարևորում է կրթական գործընթացում երեխաների մեդիագրագիտության ապահովումը, թվային գործիքների ճիշտ կիրառումը ըստ անհրաժեշտ նպատակի։ Իսկ քաղաքապետարանն ընդգծում է, որ սահմանափակումների նպատակը երեխաների կենտրոնացումն է, իսկ հեռախոսը խանգարում է։ Խոսքը դասապրոցեսի ժամանակ երեխաների ուշադրության կենտրոնացման պրոբլեմ ունենալ նաև դասավանդողներից շատ լսելով եւ մնացած այլ բացասական ազդեցությունների մասին բջջային հեռախոսներ, ինչը որևէ մեկը չի հերքում։ Այդուամենայնիվ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատում է այսպիսի սահմանափակումները նորություն չեն եւ խնդիրը ոչ թե հեռախոսների սահմանափակումն է, այլ նախարարության ու քաղաքապետարանի չհամակարգված աշխատանքը։ Հեռախոսների սահմանափակ օգտագործումը դպրոցներում իսկապես անհրաժեշտություն է։ Եվ այդ ճանապարհով են գնացել եւ գնում են բազմաթիվ զարգացած երկրներ։ Դա իրոք էսպես է, բայց շրջանցել այն, ինչ որ գրված է եւ սահմանափակումներ մտցնել, դա ճիշտ չի։ Այդ ամբողջը պետք է անել հերթականությամբ, այդ սահմանափակումները պետք է համաձայնեցվեն կրթության նախարարության հետ, համապատասխան ենթադրական ակտեր լինեն, կարգավորումներ լինեն, հետո նոր դրանք գործածվեն։ Գործնականում կրթական գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը մնում է ուսուցիչների ուսերին։ Քաղաքապետարանից ասում են, եթե աշակերտը չունի հեռախոս, ապա ուսուցիչը կարող է QR կոդով մուտք գործել եւ թեման ներկայացնել դասին։ Ծնողների արձագանքներն էլ տարբեր են։ Մի մասը դեմ է երեխային հեռախոս տալուն, մյուսը անհանգստացած, որ առանց թվային հարթակների դպրոցական ծրագրերը կարող են ամբողջական չլինել։ Մասնագետները համակարծիք են, նախարարության եւ քաղաքապետարանի անհամաձայնությունը ոչ միայն շփոթ է առաջացնում կրթական համակարգում, այլև վտանգում է դասապրոցեսի արդյունավետությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։